Պարոն նախագահ, հասցրել եք ծանոթանալ ԱՄՆ պետքարտուղարի IT մանրամասներին։ Ինչ հրատապ բան կար այդ փաստաթղթերում, որ ընդամենը 40 րոպեով հասան Հայաստան ԱՄՆ պետքարտուղարը, որքան ինչ կարևորություն ունի այդ այցը եւ ընդհանրապես այդ փաստաթղթը։ Նայեք, փաստաթղթերը որևէ հրատապ չկար, ինձ համար ակնհայտ է, որ այս այցը եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով եւ ավելի շատ կառուցչական բնույթ էր կրում։ Ստորագրված փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում, ոչ թե օդանավակայանում եւ ավելի բովանդակային, այսպես մեծ կշիռ հաղորդել այդ փաստաթղթերին։ Դուք երեք հարցազրույցում խոսեցիք այդ ուղու մասին, թրիփի մասին, բայց այդ ժամանակ դեռ փաստաթուղթը ստորագրված չէր։ Ընդհանրապես ԱՄՆ Իրան պատերազմի չդադարեցված, այս ամեն ինչի ֆոնին, ինչ վտանգ է ներկայացնում այդ փաստաթուղթը։ Սա ակնհայտ իմ կարծիքով լավ սիգնալներ չեն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը, գոնե կարելի էր համբերել պատերազմի դադարից հետո այդ գործը շարունակել։ Լավ չի ընկալվելու Իրանում միանշանակ։ Պարոն նախագահ, ես պարզապես ուզում եմ հասկանալ, ԱՄՆ-ն, Եմեն, ինչ ազդակներ են ստացել։ Ըստ ձեր կամ օրինակ Սամվել Կարապետյանի ղեկավարման դեպքում Հայաստանի հարաբերությունները այդ երկրների հետ վատանալու են, որ այդքան ամեն կերպ ուզում են պահել Փաշինյանին։ Հաստատ չեն վատանալու եւ այս էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինյանին, ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է, որովհետեւ ունենք նախկինում շատ արդյունավետ համագործակցություն եւ ես չեմ հասկանում, թե ինչի են այս աստիճանի ներխուժվում, այսպես ասենք, ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում եւ ավելի շատ ենթադրում եմ, որ Ռուսաստանին ցավացնելու կամ Իրանին ցավացնելու ինչ որ քայլեր է ձեռնարկվում եւ մենք գործիք ենք դառնում նաև այս process-ի համար, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում ընդհանրապես։ Ես ոչինչ չունեմ Միացյալ Նահանգների դեմ, պետք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամությունը մեզ չպետք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ, որոնք ներկա են տարածաշրջանում եւ շատ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ունեն եւ շատ ավելի ենք մենք կախված իրենց տնտեսական հզորություններից, կարողություններից։ Շնորհակալություն շատ։ Եվ երևի երկու բառ ես կասեմ, մենք այս ճոպանողու մոտ ենք եւ չեն կարող չհիշել Հոկի Ռուբեն Վարդանյանին։ Չհիշել, որ սա իր շնորհիվ այսօր բավական ստպավորիչ ծրագիր է իրականացվել Հայաստանում եւ չի կարելի իր անունը մոռանալ։ Եվ այսօր չի արվում ըստ էության ոչինչ մեր գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ բերելու ուղղությամբ։ Սա բացատրություն չունի ուղղակի։ Արադ Միրզոյանն ասում է հոգնեցրել եք այդ հարցով։ Երևի ինքը ցանկանար, որ ընդհանրապես մոռանանք, որ այդ մարդիկ գոյություն են ունեցել եւ այդ մարդիկ կան եւ այդ մարդիկ էական ներդրում ունեն Հայաստանում եւ Արցախում։ Անշնորհակալ մարդ է։ Շնորհակալություն։